Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պարոն Մանուկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, այսօր լրանում է 10 տարին քարորյա պատերազմի, եռաբլուրում խոսել եք այդ մասին, բայց հետահայաց այսօրը ձեզ համար եւ ընդհանրապես, երբ որ մենք արդեն անցանք քարորյան դարձավ 44-օրյա պատերազմ, որ հետահայաց նայում եք, ինչ է հիշեցնում այս օրը կամ ինչ տպավորություն կա այդ օրվանից։ Ինքս ինձ գլխիս եմ խփում, ինքս ինձ անիծում եմ այն մթնոլորտը, որում հայտնվեցինք 2018 թվականին։ Այսօր առիթ ունեցա խոսելու, գիտեք, քարորյա պատերազմի առավոտը առաջի զանգը որ ստացա, որ սկսվել է, բնականաբար մի անգամից հաշված րոպեներից Երկիր մեդիայում էի, եւ այդ 4-5 օրը 24 ժամյա ռեժիմով բոլորը աշխատում էին, հեռուստատեսությունները։ Մենք գիտենք մեր անելիքը, ու Հայաստանում բոլորը գիտեին իրենց անելիքը, Արցախում բոլորը գիտեին իրենց անելիքը։ Ու ուզում մեկ-երկու զուգահեռ տանել։ Նայեք, շատ կարճ ժամանակում համացանցում մի հատ ինքնակազմակերպում եղավ։ Օտար լեզուներ իմացողներ մոտ 150 հոգի հավաքվեց։ Եվ այդ բոլոր պաշտոնական մամլահաղորդագրությունները թարգմանվում էին տարբեր լեզուներով եւ ամբողջ աշխարհով տարածվում էր։ Ինքնակազմակերպում էր։ Համայնքապետը ինքնակազմակերպում էր, համայնքապետը գիտեր ինչ աներ, զինվորականը գիտեր ինչ աներ, երկրի նախագահան գիտեր ինչ աներ, պարտգործնախարարը գիտեր ինչ աներ, բոլորը գիտեին ինչ անեն։ Դաշնակցականները գիտեին ինչ անեին, առաջին իսկ այդ ձևավորված կամավորական մեր խմբերը մեկնեցին առաջնագիծ։ Քարորյա պատերազմից հետո, երբ որ Մոսկվայում այն ժամանակա գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը ստորագրում է համաձայնություն ադրբեջանցիների մեջ, Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը գեներալ Սադեխը, որը 93 թվականին Մարտակերտում լավ ծեծ էր կերել, այսինքն կոտորվել էր իր բանակը, Սադեխը Խաչատուրովին հարցնում է, լսի ասում, ինձ հետաքրքիր է, մեր հետախուզության զեկույցներն են, նկատելի է, որ տարբեր տեղերից կենտրոնանում են Երևան կոնկրետ մի տեղ, ու հետո շարասյուններ ուղևորվում էին Արցախ, ո՞ց այդքան շուտ կարողացաք մոբիլիզացվել։ Իրականում այդ կազմակերպվածությունը ինքը անհավատալի է։ Փոքր դետալ ասեմ։ Կազմակերպվածությունն էր այդ մոբիլիզացիան, որի պատասխանատուն Վարդան Ավետիսյանն էր գեներալ։ Այսինքն ավտոբուսով մոբ ռեսուրսը մեկնում էր, քանի հոգի էր, այդքան բրդուճ տրվում էր։ Հետո զուգահեռ տանես 44 օրայի հետ մեքենան գնում էր, մեքենայի հետևից ինչ որ հաց տանող մեքենան, որը ճանապարհին փչանում էր, մոբ ռեսուրսը ուտելիք չէր ունենում, ուսեն խառնաշփոթ։ Առավոտը քարորյային որևէ պետական պաշտոնյա չարտնացավ, լուրը լսեց ու չվազեց համակարգչի առաջ ու սկսեց բանաստեղծություն տպել կամ բանը գովերքել այդ օրվա ղեկավարին, ոնց որ Արարատ Միրզոյանը սխալվեց։ Համացանցով մարդ չէին վարում։ Եվ այդ կազմակերպությունը շատ կարևոր էր, բայց նաև դա ուներ պատճառ։ 2015 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Շանթ զորավարժությունը։ 3 օր երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, ռազմախաղ էր ինքը։ Բոլորը նախագահից, համանդրական դատարանի նախագահից, նախարարների, մինչև լրատվամիջոցներ։ Այսինքն մենք էլ կազմակերպած այդ համակարգի մեջ էինք։ Եվ դա մեծ դերակատարություն ունեցավ։ 2018-ի աշնաններ տեղի ունեցավ Շանթ զորավարժություններ։ Պատմում են, որ այնքան է տապալված եղել, որ Փաշինյանը մի պահ հուներից դուրս է եկել, թղթապանակները շպրտել է իր պաշտոնյաների երեսին։ Եվ հետո 44 օրը մենք բոլոր բացերը տեսնում ենք։ Եկեք այսօր ասեմ այդ բանը։ Ես կտրուկ
սկզբունքորեն դեմ էի լրատվամիջոցները, որպեսզի քարորիայի ժամանակ եւ ընդհանրապես նահատակների հոգեհանգստյան արարողությունները, թաղումները նկարեի, որովհետեւ ինքը ահավոր բան է այդ ողբաղցող մամայի պատկերը ցույց տալ։ 44 օրյայի առաջին իսկ օրը լրատվամիջոցները ձևավորեցին մի առանձին չաթ խումբ, որտեղ պետության կողմից ներգրաված էր նաև այդ հիմա ֆեյքերի պոակ, որ ասում ենք ֆեյքերի պոակի տնօրեն։ Այդ նամակագրությունը ամբողջ պատերազմի ինքը պահած ունեմ նաև առանձին, որ հետո երբ որ իրական քննություն տեղի ունենա, այդ նամակագրությունով փաստվի այն հանցագործ մանիպուլյացիան, որ իշխանությունը իրականացրեց սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ հետահայտ մեկ-մեկ որ թերթում եմ, առաջի խնդրանքը իշխանության կողմից լրատվամիջոցներին, կարծեմ սեպտեմբեր 30։ Սիրելի գործընկերներ, խնդրում եմ թաղման արարողություններ չնկարենք։ Անկախ եմ բանից, հիմա որ մեծախոսում են, հիմա գնալու եք բրիֆինգ էլի պոռոտախոսելու լրագրողներին ընդդիմադիր եւ այլն եւ այլն։ Այդ նույնը իբր ընդդիմադիր կոչված լրատվամիջոցներն էլ բոլոր իրենց պարտներին համարում չվնասել ոչինչի եւ հետեւում էին այդ խնդրան կարգադրություններին։ Այդ պահին իմ համար շատ սովորական էր, նորմալ է ես համարում, որ այդ թաղումներ, հոգեհանգիստներ չպետք է նկարեն։ Հետո ինչ որ ժամանակ անց մեկ էլ անդրադարձա, որ նպատակը ոչ թե հասարակության այդ հոգեկան վիճակը չվնասելն է, այլ պարզապես որ հասարակությունը տեղյակ չլինի մեր կորուստների ծավալի մասին։ Եվ նաև հասարակության վերաբերմունքը։ Քարոզիա պատերազմից հետո անուն չթաքցվեց, բոլորի անունները հատիկ հրապարակվեց։ Քարոզիա պատերազմի հետ կապած այս իշխանությունը էլի քաղաքական պատճառով, երբ որ ոչ մեկ չի հիշում, չէ՞, Քարոզիա պատերազմի քննիչ հանձնաժողով ինչի է ձևավորվել այն ժամանակ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հիստերիկացավ ուղիղ եթերում, չգիտեմ ինչի ազդեցության տակ, ու հայտարարեց հանգարց չսխալվեք, Գերագույն գլխավոր հրամանատար եմ, թե ինչ եմ ու հարձակում գործեց Արցախի պաշտպանության բանակի վրա։ Պաշտոնազրկվեց բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, շատերը։ Դրանից հետո իրանք ուղղակի հաշվեհարդար տեսնելու համար զինվորականներից ձևավորեցին։ Այդ քննիչ հանձնաժողովը գրեթե ոչինչ չի գտել։ Այնտեղ մեկ-երկու դրվագով է, որ բաց թողումներ է ներկայացնում ու հիմնական ուշադրություն, թե ինչպես եղավ, որ Յուրի Խաչատրովը գնաց Մոսկվա Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի հետ բանակցելու, ով նախաձեռնեց օրենքով էր, թե օրենքով չէ։ Թվի հետ կապված նահատակների գտել են ինչ որ անհստակության, ինչ որ տարր են գտել, որը իրականում այդպես չէ, Քարոզիա պատերազմի բոլոր նահատակների անունները կան, հատիկ եւ բոլորի հիշատակը հարգվում է։ Հիմա ոչ միայն չկան 44 օրյա պատերազմի զոհերի անունը, այլ նաև Արցախի զոհերի հետ կապված Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Արեցունեցա դրա մասին ուղղակի հրապարակեցի։ Ցուցակից բացի, ուղղակի հրապարակային ասացի, որ Պաշտպանության նախարարություն հարցում եմ արել, իրանք գաղտնի են ինձ պատասխանել, որպեսզի ես չկարողանամ որևէ թիվ հրապարակել, որևէ անուն զոհվածի, բայց նաև շատ կարևոր հանգամանք։ Այսօր բրիֆինգի հետ Նիկոլ Փաշինյանով մեկ հարցրեք։ 24 թվականին ես Պաշտպանության նախարարին հարցրել եմ 23 թվականի սեպտեմբեր 19-ը 20-ի հետ կապված քննություն իրականացվել է թե ոչ։ Պաշտպանության բանակի գործունեության, հրամանատարական կազմի գործողությունների, փոխգործակցության, ստորաբաժանումների եւ այլն պատասխանել են։ Քանի որ փաստաթղթերը չի տեղափոխվել Արցախից, քանի որ տեղանություն եղել, որևէ քննություն չի իրականացվել։ 24 թվականի մարտին Սուրեն Պապիկյանը ինձ ասել է, որևէ քննություն չի իրականացրել։ Բայց որտեղից է Նիկոլ Փաշինյանը ստում, թե եթե գաղտնազրտենք փաստաթղթերը կտեսնենք, որ արցախցիները փախել են։ Ինչ քննություն, պարոն Մանուկյան, եթե ինքը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ եւ դա իրեն իրավունք է վերապահում, որ ուրիշ երկրի հետ, ես իրենց տրամադրությունների մասն եմ խոսում, ուրիշ երկրի հետ, ուրիշ երկրի ներքին գործեն իրենք չպետք է խառնեն։ Չէ, այստեղ մենք գործ ունենք մի հատ մեծ սրիկայության հետ։ Կա մանիպուլյատոր
ստախոս, բոլորին մեղադրող, բարոյական, քաղաքական, ռազմական, անվտանգային որևէ կարմիր գիծ չունեցող իշխանություն եւ կա դիցուկ ընդդիմություն պայմանական ասեմ հանդինսին, որն ունի կարմիր գծեր։ Ես այստեղ կարող եմ ժամով պատմել, որ սուտ է ասում, որ հանցագործ է, Նիկոլ Փաշինյանն էլ է հանցագործ, գլխավոր շտաբի պետն էլ է հանցագործ, պաշտպանության նախարարն էլ է հանցագործ, դավաճանել են սեփական զինվորին, զինծառայողին, որս Արցախցի ոչ, այսպես ասեմ, ընդդիմադիր, դեռ այս իշխանությանն էլ ժամանակին համակրող պաշտոնյանից մեկ գրում, լավ ասում, որ աբուրները արցախցիները կորցնեն, ու սկսեն պատմել, ով ում կողմից է նշանակված, ում հրամանով է նշանակված, ում է ենթարկվել, բա հետո ինչ է կանելու, բայց չեն անում, որ ասում են Հայաստանի չվնասենք, չեն անում, որ Հայաստանին չվնասենք։ Լավ, պարոն Մանուկյան, վերադառնանք նաև այս իրողություններին։ Փոխարենը խելագարը կարող է հրապարակի նամակ, թե բանակի գնդապետը ինձ նամակ է գրում, խնդրում է գեներալ մայորի կոչում ստանալ, որը կամ եթե ճիշտ է, այդ գնդապետի պագոնները առաջ օրը փոխում լարում են տուն, թող կնոջ կողքը նստի, որտեղ շրջանցել է իր գլխավոր շտաբի պետին, իր զորամասի հրամանատարին, պաշտպանության նախարարին, որոնք առի պաշտոնը պետք է ներկայացնեին կոչման ներկայացնելու հարցում, կամ էլ եթե սուտ է ասում, խայտարականում գեներալին էլ, խայտարականում պաշտպանության նախարարին է, պայմանական մայիսի 28-ին առաջին հանրապետության օրվա առիթով ենթադրենք զինվորական կոչումները շնորհելու։ Հիմա բոլորս նայելու ենք, ով ստացավ գեներալ մայորի կոչում, այդ մարդուն չենք ասելու, մեր բանակի գեներալ, մտքով սկսելու ենք կասկածել, այս են մարդներ, որ նամակ էր գրել Նիկոլին ու խնդրել էր կլինի Շևջանից գեներալ մայորի կոչում տալ։ Ու հետո պարատ, շեքերտ։ Չէ, որ հետո հասկացա, որ Ադրբեջանը կներվայնանա, թեև ինչքան էլ իրանք բացատրել է, որ գիտես էսի ընտրությունների համար, բարա։ Ձևակերպումը հաշվետվություն է։ Հաշվետվություն եմ տալիս այն զենքերի հետ կապված հանրությանը, որ ձեռք է բերել այս իշխանությունը պատերազմից հետո։ Դրանից մի շաբաթ առաջ պաշտպանության նախարարին եմ իրար ասել, որ Քարոզ Արշավի ամենաակտիվ մասնակիցն է, բանակն ու պաշտպանության գործը թողած ստատուսներով ազբաղված։ Հարցրել եմ իրական շեքերթ, հա, այդ ռազմական տերմինով ասած կառոպկեքով, այդ կառոպկեքը զորամիավորումներն են, որ այո, բան, հետո պարզվա, որ չէ, բան է, կարող է վարդագույն ներկեն օրինակ այդ ձեռք բերված տեխնիկան, որպեսզի Ադրբեջանը հանկարծ չհամարի, որ դա պատերազմի կամ անվտանգության ու բանակի համար օգտագործվել։ Հիմա այդպես էլ անում են։ Զինվորական տեխնիկա կա, մեկը կապույտ գույնի, մեկը սպիտակ գույնի, որ թշնամին չնկատի։ Պատերազմի մասին 44-օրյա քառորյայի մասին կարելի է շատ խոսել, պարոն Մանուկյան, բայց վերադառնանք այսօրվա իրողություններին եւ երեկվա հանդիպմանը Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպում, որտեղ էլի հետաքրքիր է, որ մենք փակում ենք, մենք նկատի ունեմ իշխանությունը, փակում ենք Արցախի էջը, Արցախյան շարժման էջը, Արցախի հետ կապված Արցախ բառը ընդհանրապես չենք ուզում ասել, բայց Ռուսաստանի նախագահան կրկին խոսում է Արցախի մասին, ու այնտեղ Փաշինյանը Պուտինին վստահեցնում է, որ փակված է Արցախի էջը եւ մենք Արցախը ճանաչել ենք այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը արդեն 2 անգամ ճանաչել է Արցախ Ադրբեջանի կազմում։ Բայց որ ասում են Արցախը 30 տարի է Ադրբեջանի կազմում ճանաչել էին նախկինները։ Այսինքն այլ մարդ չմնաց աշխարհում, որին չմեղադրի, որ ձեր պատճառով է, որ ես ստիպած վիզա ստռած Պրագայում թուղթ եմ ստորագրել։ Ինչ ասեմ, այսինքն երեկվա հանդիպման մասին Ընդհանուր զուտ նայելը, դիտելը, ժեստերը, հայտարարությունները, ինչի մասն էր այդ ամեն ինչը, որովհետև դա բնութագրվեց խիստ բաց տեքստով, ոչ դիվանագիտական Անկեղծ ասեմ չեմ կարող ասել, լուրջ չեմ կարող ասել, տրամաբանությունից դուրս է այդ մանր ժուլիկության վիճակն է, էլի, ԵՄ, ԵԱՏՄ, երկընտրանքը ստ կալորացնի, դե հələ դեռ չենք որոշել։ Հետո մի օր կորոշենք, ձեզ հաջող կանենք, հապկի մասին դե էլ չասեմ։ Բայց փոխարենը բավականին
չասենք սպառնալի տոնը, բայց նախազգուշացում էր գազի հետ կապված, ԵԱՏՄ-ի հետ կապված։ Բնական է, առաջին իսկ պահից զգուշացնում ենք, այդպես խոշոր պետությանը չեն աշխատում, չեն այդպես ակնարկանում իբր ապտակ եմ հասցնում, թե մեր մոտ ինտերնետը 100%-ով դեմոկրատիայի մեր մոտ ազատ է։ Այդ մեր մոտ է ինտերնետը 100% ազատ։ Լավ, Ռուսաստանը ունի սահմանափակումներ, բայց սահմանափակում անում է իր պատերազմի պատճառով։ Այն ինչ որ Հայաստանում գլխավոր շտաբը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին 44 օրյա ժամանակ չի արել, որովհետև իրան այդ սոցմեդիան շատ կարևոր երկու բանով սեփական PR-ը անելու եւ ընդդիմադիրներին տուգանելու, որը օրերս դատարանը վերջնական որոշում կայացրեց, որ անօրինական որոշում է այդ ռազմական դրության արտակարգ դրություն հայտարարելու այդ կետերի մեջ։ Մեր մոտ է մենք իրականում այս վերջերս պատգամավորներս արձանագրել ենք, որ ցանկացած քաղաքական հետապնդման ենթարկողի հետևից, որ 24 ժամ ռեժիմով վազել ենք, մենք արձանագրել ենք վերջերս, որ բազմաթիվ ձերբակալված մարդիկ կան, քրեական հետապնդման տակ եղած մարդիկ կան, որոնց մասին լուր էլ չունենք։ Այս մարդը մի հատ կոմենտ գրելու համար հայտնվում է բանտու։ Մեղադրանք են առաջադրում, ամիսներով, տարիներով դատավարություններ են գնում, տասնյակներով են մարդիկ։ Բայց դեմոկրատիա է մեր մոտ։ Դեմոկրատիա է մեր մոտ։ Բայց իրականում շատ ծանր հանդիպումներ, չգիտեմ հետևանքները ոնց է լինելու։ Կարծում եք հետևանքներ կլինեն։ Շոշափելի։ Նախ միջև ընտրությունը, ընտրություններից Չեմ կարող ասել, իրոք չեմ կարող ասել։ Ծալքերը իմանացող մարդը միայն կարող է համապարփակ խոսք ասի, իզև չեմ սիրում էլի ոտի վրա, օդի մեջ։ Պարզապես եթե հրապարակային նման խոսք ու զրույց է տեղ ունենում, մենք պատկերացնում ենք կուլիսներում ինչ է տեղ ունեցել։ Իրականում երեկվա հանդիպումը վկայեց մի քանի բան։ Հայաստանի իշխանությունը երկու լարի վրա խաղալու այդ լարը որ կա, պրծել է արդեն։ Պրծել է։ Եվ պետքա կողմնորոշվի, որը իսկ կողմնորոշումը շատ մեծ ու ծանր հետևանքներ են Հայաստանի համար։ Դա բնական պաշարներից օգտվելն է, հազար տեսակ բան, մեր հայության ներկայությունը Ռուսաստանում, Հայաստանի գյուղատնտեսության արտահանումը, այն տնտեսական հոսքերը, որ Ռուսաստանից կան, որի հաշվին այս իշխանությունը շարունակում է այդ մանիպուլյացիան, այդ տնտեսությունը աճում է, ծանրագույն հետևանքներ։ Երկրորդը էլի հերթական անգամ երևաց, որ այս իշխանությունը ամենաանվստահելի կառավարությունն ա եղել Հայաստանում, անվստահելի եւ Արևմուտքի համար, եւ Ռուսաստանի համար, որովհետեւ մի մայրաքաղաքում մի բան ասե, մյուսում մի բան ասե եւ խճճել է ամբողջ մեր արտաքին հարաբերությունները։ Խճճել է ամբողջ արտաքին հարաբերությունները։ Պարոն Մանուկյան, այն ինչ այդ ընթացքում հանդիպմանը հնչեց Ռուսաստանի փոխվարչապետի կողմից, Օվերչուկի։ Նա սպառնաց, ասաց, եթե ձեր մոտ ռուսական բիզնեսները խնդիր ունենան, Ռուսաստանում եւս Հայաստանի ծագմամբ բիզնեսները հայերի նկատի ուներ խնդիր կունենան, խոսեց թրիփի մասին, խոսեց երկաթգծի մասին, այսինքն ուղիղ են արդեն ասվում, չափից դուրս ուղիղ են ասվում Հայաստանի իշխանությանը այդ ամենը։ Որտեվ այն ինչ որ առանց խոսքի ինքնաբերաբար պետք է լիներ, երբ որ ամբողջությամբ հակառակն է արվում, դեռ ավելին բացահայտ արշավ է արվում, բան չի, Սվազիլենդի հետ մենք գործ չունենք։ Երբ որ առավոտվան գիշեր Փաշինյանի արբանյակները, պաշտոնյաները խոսում են Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի մասին, հետո գնում հասնում ես Մոսկվա, խունջիկ-մունջիկ ես գալիս Վլադիմիր Վլադիմիրովիչ ես ասում, հո բան չի։ Ինչպես ինքը վարվում է սեփական երկրում ժողովրդի հասարակությանը խաբելով 15 րոպե հետո ասի ես նման բան ասել եմ, իրան թվում է էդի նույնը անցնելու է այնտեղ կամ որևէ այլ մայրաքաղաքում։ Չէ, այդպես չի։
Թրիփի մասին, որը այս իշխանության հպարտության այսպես առարկան է, ասում է Օվերչուկը, Թրամփի ուղի նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը եւ անգամ ասում է, որ այդտեղով չինական, ռուսական բեռները չեն կարող անցնել։ Այս դեպքում այդ ճանապարհով ինչ բեռներ են անցնելու կամ էլ որտեղ է դրա արդյունավետությունը։ Եկեք չեղած բանի մասին չխոսենք, այսինքն այն օրը ստիպած պարտադրված ասել, որ ամերիկացիները այդքան էլ հետաքրքրություն ակտիվ հետաքրքրություն չունեն։ Այսինքն այս տարածաշրջանային փոփոխությունների արդյունքում այն արտաքին հետախուզությունը վերլուծությունները պատրաստում այդ վերլուծությունների արդյունքում անցած տարի օգոստոս 8-ին պետք է հասկանալ այդ թրիփը կյանքի կոչվելու է թե չի կոչվելու։ Ու այս process-ը որ տեղի ունենում պատահական չի վերջին 2-3 հանդիպումների նախագահ Քոչարյանը շատ մանրամասն էր խոսում ու բացատրում, ծամում դնում մեր հասարակության վերանը, որ գիտեք չի կարա այս տարածաշրջանի գլխավոր խաղացողներից երկուսին դուրս նետես ու համարես, որ տարածաշրջանում համագործակցության ինչ որ բան է։ Այդ պետք է ընդհանուր շահերի սինթեզումը ապահովեր, որի արդյունքում այդ ծրագիրը հնարավոր կլիներ օգտագործել։ Հիմա ոնց ենք պատկերացնում այս մեկ ամսից ավել տևող ռազմական գործողություններից հետո Իրանի սահմանից 10 մետր են կողմ եկել լրիվ ամերիկյան անհասկանալի դեռ մինչև հիմա անհասկանալի ինչ որ գործունեություն իրականացում։ Ոնց են հասկանալու դա։ Իմիջիայլոց իրենք ընդունել են, որ Փաշինյանն ասում է, որ այս բան առաջնահերթություն չէ Միացյալ Նահանգների համար, գործընթացները դանդաղել է։ Բայց ժողովուրդն ասում է, «Էշ մի սատկի գարուն կգա»։ Այսինքն այդ երբ է լինելու, այս կես տարվա իրանց ամբողջ քարոզչությունը ուղղակի փուչիկ էր, որ պայթ է, չկա։ Այդ միլիարդները որ գալու են, չկա, ուղղակի չկա։ Հիմա նույն ձևի այդ խաղաղություն ասածը մենք Ադրբեջանի հետ երկու օր առաջ այն ձևի Բաքվից ապտակ եկավ ու ցեղասպանության օր հռչակել է։ Այն ձևի ապտակ, միջոց ադրբեջանական քարոզչամեքենայում այդ օրը բազմաթիվ ռեպորտաժներ էին, որտեղ մեղադրում էին այս իշխանությունների սիրելի դաշնակներին այդ ամեն ինչը իրականացնելու։ Դեռ մեկ սինխրոն աշխատում են։ Երևանում իշխանությունը մեղադրում դաշնակցությանը, Բաքվում ադրբեջանցիներ։ Ռևաշիստներ եք։ Ոչ մի ռևաշ։ Եվ այս հանդիպման մի դրվագ, որը ամենաշատն է իշխանության սրտով եւ ամենաշատն է քննարկվում, դեռևս շատ չեն անդրադառնում այս հանդիպմանը, հավանաբար ներքին քննարկում չի եղել, բայց չեն կարող զսպել այդ հրճվանքը իշխանությունները։ Ասում են, երբ որ Պուտինը հայտարարեց, որ կան ուժեր ռուսամետ Հայաստանում պետք է մասնակցեն ընտրությունների, Փաշինյանն ասաց, այն ուժը, որը ունի ռուսական ազնագրով ներկայացուցիչ, նա չի կարող մասնակցել։ Ըստ էության Պուտինն ասում է ոչ Սամվել Կարապետյանի հարցում։ Այս ոչը ինչ հետևանքեր ունենալու։ Ռուսաստանը զգուշացրեց այն, ինչ որ պետք է զգուշացներ։ Զգուշացրեց այն, ինչ որ պետք է զգուշացներ։ Այսինքն պարզապես ռուսական կողմից եղավ զգուշացում, որ մոլդովական սցենարով այս իշխանությունները չգնան։ Եվ Փաշինյանը մերժեց։ Տեսնենք։ Իսկ Հայաստանում մոլդովական սցենարը հարված է ընդդիմադիր բոլոր ուժերին եւ դրա համար որ դաշնակցությունը արդեն ամիսներ շարունակ իր քաղաքական քննարկումների տարբեր կուսակցություններում առաջնահերթ հարցերից մեկը հենց դա էր համարում ընտրությունները ժողովրդավար անցկացնելու որևէ քաղաքական ուժի խաղից չհանելու եւ այդ դեպքում ընդդիմության միասնական ճակատով դրան դեմ դուրս գալու որտեղ մենք համոզված ենք որ այս ընտրությունները լոկաթորի համար պայքար չէ եւ Հայաստան դաշինքի համար դաշնակցության համար եւ Հայաստան դաշինքի համար այս ընտրություններում կա մի թիր եւ դա իշխանությունն է։ Իհարկե դա չի նշանակում որ եթե մեր դաշինքը ենթարկվի անարդար հարձակումների ինչ որ պահի բնականաբար դրան պատասխան չի տրվի, բայց կրկնում ենք մեզ համար կա մի թիրախ այս իշխանությունը եւ մենք ունենք մեկ նպատակ
որպեսզի բացառենք այս իշխանության վերարտադրությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։